Հանրային պահանջ Ադրբեջանի հարձակումը Արցախի հանրապետության դեմ օրակարգային դարձրեց հայկական զինված ուժերի սպառազինության արդիականացման հարցը, որը ռազմատեխնիկական բաղադրիչի ոչ բավարար լինելու հետևանք է։ Այս պահին ժամանակավրեպ համարելով անդրադառնալ 80-ական թվականին զենքով 2016 թվականին կռվելու բացահայտված իրողությանը, հիմնավոր քննադատությանը կարևոր նշանակություն է ստանում ներկա պատերազմական իրողության պայմաններում հայկական զինված ուժերի սպառազինության արդիականացումը։ Երբ այս օրերի ընթացքում կոչ էր արվում միասնության, անպարտելի համախմբման եւ այլն, դրանք հիմնական կյանքի կոչողը եղավ հանրությունը, իր ինքնակազմակերպության եւ գործնական հայրենասիրության շնորհիվ։ Հերթը իշխանությանն է, որը այս պատերազմական օրերին առնվազն պարտավոր է միջոցներ տրամադրել հնարավորինս արդիականացնելու բանակի սպառազինությունը եւ իրական տեսանելի աջակցություն ցուցաբերել մեր զոհված եւ վիրավոր բոլոր զինծառայողների եւ կամավորների ընտանիքներին։ Այո, հայ հասարակությունը եւ հայ զինվորը այսպիսի էքստրեմալ պայմաններում հանդես եկավ հերոսաբար։ Հայ զինվորը զոհաբերեց իրեն պատկանող միակ անգին ունեցածը իր կյանքը։ Մեր իշխանությունների հարստությունը գնահատվում է միլիարդավոր դոլարներ։ Եկել է ժամանակը նաև նրանց կողմից ցույց տալու իրենց պարտադիր բաժին մասնակցությունը այս պատերազմում։ Այդ հրատապ հրամայականի ներքո իշխանավորները, պետական բարձրաստիճան պաշտոնյաները եւ նրանց ընտանիքի անդամները, որոնց թիվը կազմում է շուրջ 500 մարդ, ովքեր անհիմն ապօրինի հարստացել են, պարտավոր են օր առաջ հանրությունից հափշտակած միջոցները միլիարդավոր դոլարները հետ վերադարձնել հանրությանը։ Բազմաթիվ լրջագույն ձախողումներ արձանագրած ոչ օրինակարգ իշխանությունը, եթե լրջություն չցուցաբերի այս կարևորագույն հարցում, չհամալրի հայկական զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ, ապա պետք է սպասի ոչ միայն արտաքին ռազմաճակատում հերոսության արձանագրմանը, այլև ներքին ճակատում արդարության վերականգնմանը։ Լևոն Զուրաբյան, նախապատրաստվի Միքայել Մելքումյանը։ Համեցեք, պարոն Զուրաբյան։